Աշտարակ քաղաքի նախամուտքի մոտ մի գեղեցիկ տուֆակերտ կամուրջ կա։ Տասնյակ տարիներ առաջ այդ կամրջի մի կողմում գտնվող տերևախիտ շինարի ստվերում հաճախ էին հավաքվում շինականներ, եւ նրանց միանում էր մի հմայիչ, մուգ կանաչ զգեստ հագած մի երիտասարդ։ Աշտարակում նա հաճախ էր աշակերտների հետ իջնում Աշտարակի ձորը, պատմում նրանց առասպելներ, առածներ, նաև կիսվում իր կենսափորձով ու գիտելիքներով։ Երիտասարդը հանրահայտ գրող Պերճ Պռոշյանն էր, Հովհաննես Տեր Առաքելյանը, Աշտարակը եւ նրա անվանի մարդիկ շարքի հաջորդ մեծանուն աշտարակցին։ Ծնվել է 1837 թվականին Աշտարակ գյուղում։ Թեև շատ աղբյուրներում հունիսի 3-ն է համարվում Պռոշյանի ծննդյան օրը, բայց նոր տոմարով հունիսի 15-ին է նշվում մեծ գրողի տարեդարձը։ Սովորել է Աշտարակի ծխական եւ Երևանի արքունական դպրոցներում։ 1856 թվականին ավարտել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցը, իսկ 1859 թվականից այդ դպրոցում աշխատել է որպես ուսուցիչ։ Ավետիք Իսահակյանն ասել է. ամբողջական մարդ էր, կայուն համոզմունքների տեր։ Խոսքը պատկերավոր է, ժողովրդական ոճով, դարձվածքներով առածներով հարուստ։ Ինձ թվում էր, թե հողի ուժով լցված ժողովուրդն էր խոսում իր դարավոր աշխարհազգացողությամբ։ Գրողը ճանաչվել է իր Սոս եւ վարդի թեր, հացի խնդիր, ցեցեր, բղդեկ, կռվածաղիկը վեպերով։ Իր ստեղծագործություններում հին աշտարակի կոլորիտն է, նիստուկացը, համ ու հոտը։ Պռոշյանը հիշում էր իր հայրենի Աշտարակի նոր խեցած միթուշը դեղին, միթուշը կարմիր բադամարգին, մեղրից քաղցր աղջանաբաթը եւ ուրիշ ծիրանները, քիշմիշը, իծապտուկը եւ շատ ու շատ տեսակ շաքարից անուշ խաղողներն ու այգիների բոլոր բարիքները։ Նա իր գյուղում ապրում է Սոսի, Վարդիթերի, Միկիտան Սաքոյի, Տիրանի հետ եւ նրանց կերպարները կերտում իր վեպերում։ 1906 թվականից գրողն ապրում էր Փարիզում։ Այս միջավայրում իրեն լավ էր զգում, բայց շուտով վերադառնում է Բաքու։ Վերջին անգամ նրան տեսել է Ավետիք Իսահակյանը 1907 թվականին։ Անտեր անօգնական կուչ էր եկել աղոտ սենյակում, ասես զգում էր մոտալուտ մահը։ Նայում էի խորին ցավով, ինչպես որդին է նայում ծերացած հորը։ Համբուրեցի այս անզուգական, պարզ բարի մարդու ձեռքերը, որը մեր ժողովրդին տվել է թանկարժեք բարոյական ժառանգություն, գրել է Իսահակյանը։ Մեծանուն գրողը մահացել է 1907 թվականի նոյեմբերի 23-ին։ Իր ծննդավայր Աշտարակում 1948 թվականին հիմնադրվել է Պռոշյանի տուն-թանգարանը, նաև նրա անունն է կրում Աշտարակի թիվ 3 հիմնական դպրոցը։